Ողջույն Վալարին, ուզում եի ասեի, որ այսօր շատ ուրախ եմ։ Ես Մերին եմ, եկել եմ աշխատանքի համար։ Ուշացել եք այսօր։ Շատ եմ լարվում։ Շոկա։ Նայեք ձեր դիմացը քայլելուց առաջ։ Սիրտս համեկանգնեց, որ այդ աղջկան էի գցում տակը։ Երեխեք, սա լուրջ խնդիր է իմ համար, ես հիշողություն չունեմ։ Ես այդ շուտ չեմ հոգնում։ Երեխեք էլ ուժ չունեմ, ոնց ասեմ, որ վերջ։ Ողջույն Վալարին, ուզում եի ասեի, որ այսօր շատ ուրախ եմ։ Ինչի, չնայած նրան, որ մի ժամ եմ քնել, եթե անցածին 3 ժամ էի քնել, չեք զգա։ Ուրախ եմ, որովհետև առաքիչ եմ աշխատելու, մի հատ պատկերացրեք։ Ասեք, ինձ թվում է ահավոր հավես է լինելու, ահավոր հետաքրքիր, մանավանդ եթե մարդիկ լինեն, որ ճանաչեն, այնտեղ էփով ոնց որ թե չի լինելու որևէ, բայց ամեն դեպքում որ գնամ կանչեն ու մանավանդ ճանաչեն մարդիկ, ովքեր ինձ չեն սիրում, ավելի հավես կլինի։ Առաջին անգամ կտեսնեմ դեմարդ մարդկանց, ովքեր ինձ չեն սիրում։ Քանի որ երկու հաղորդում միշտ ուշացել եմ, այս անգամ 30 րոպե շուտ եմ եկել, որ չասեն ուշացել ես։ Գնանք ներս, տեսնենք ոնց է լինում այդ ամենը, որ սկսեմ առաքել։ Լավ եմ արդեն։ Ես Մերին եմ, եկել եմ աշխատանքի համար, որպես առաքիչ։ Ընտրեմ համեցեք, անցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Շաքեն եմ։ Մերի։ Հաճելի աշխատեք։ Նմանապես։ Գիտեք, չէ, եկել եմ առաքիչի։ Եկեք միասին քայլենք դեպի Իսկ սենյակ։ մոտ կան աղջիկ առաքիչներ։ Այո, ունենք։ Ինձ թվաց ես առաջինն եմ լինելու եւ միակը եւ անկրկնելի։ Դուք անկրկնելի։ Մերի ջան, դե ոնց ասեցի, ես Շաքեն եմ։ Այսօր միասին առաքումներ ենք իրականացնելու։ Նախ կգնացենք ձեզ որպես առաքիչ, տվյալները կլրացնենք եւ պայմանագիրը կստորագրենք, համապատասխան ձեզ անհրաժեշտ սարքավորումները կհանձնենք այսօրվա իդեալական օրվա համար։ Դե շատ վերջնավոր պայմանագիր եմ ստորագրել։ Իրականում մեզ մոտ այսպես է, 3 օր առաքիչների հետ ընդհանուր տրեյնինգ եք անցնում, բայց քանի որ մեզ մոտ պատվերները շատ են, դուք այսօր միանգամից անցնելու եք աշխատանքի։ Ընտիր։ Եկեք լրացնենք տվյալները, անուն ազգանուն կնշեք։ Մերի Քոչարյան։ Մերի ջան անձնագիր ունեք, լրացնենք ձեր տվյալները։ Այո, պատրաստված եմ։ Շնորհակալություն։ Փաստորեն։ Հիմա լրացնեմ տվյալները եւ տամբել պայմանագիրը։ Ուշացել եք այսօր դրա համար։ Այո, 20 րոպե ուշեք եկել։ Քանի որ երկու հաղորդում միշտ ուշացել եմ, այս անգամ 30 րոպե շուտ եմ եկել, որ չասեն ուշացել ես։ Մեր մոտ ուշացումները անթույլատրելի են, քանի որ մեր պատվիրատուները ձեզ են սպասում։ Ես պատվիրատուներին այսօր կասեմ։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։ Ծանոթացեք նախ ձեր պայմանագրին։ Մերի ջան, ձեզ համար ակտիվացնելու ենք մեր application-ը։ Ձեր անուն ազգանունը լինելու է, բայց պատվիրատուները չեն տեսնելու։ Հա, օքեյ, շատ լավ։ Իսկ օրինակ, որ ուշացնում եմ պատվերը։ Ինչ է լինում։ Դուք իմանում եք դրա մասին, թե մենակ իմանում ես եւ հաճախորդը։ Չէ, մենք իմանում ենք, մեր մոնիտորինգի բաժնից ձեզ հետ կկապվեն, կհարցնեն թե ինչ եք ուշացել։ Չէ, սկզբից բարձրաբանում ենք, հնարավոր է խցանումալ է եղել, հնարավոր է պատվերը ձեզ ուշ է փոխանցվել։ Հասկանում ենք ընդհանուր պատճառը, վերջում լուծում ենք։ Շատ լավ։ Մեկ էլ մի հարց։ Քանի աշխատանքային ժամ կունենամ ես այսօր։ Այսօր կունենաք 9 աշխատանքային ժամ։ Բայց ասենք կարող եմ այնքան հավես լինում, ես ուզում 13 ժամ աշխատեմ, կարող եմ։ Իրականում դա օրենքի խախտում կլինի, ժամերը շատ կլինեն, ձեզ հանգստի ժամեր պետք կլինի։ Իսկ մի հատ էլ հարց տամ, էլի հավես, որ ինձ միշտ հետաքրքրել է, ներեցեք, որ ընդհատեցի։ Որ ասենք տելիք է լինում։ Okay, չի, սովածանմա, չէ, առաքիչը։ Վրայից ուտի եւ այլն։ Ես օրինակ կանեի տենց, հետո հաստատ մարդուներ որ մոտեցնեի, ասեի մի հատը ես եմ կերել, չէին ասի ինչ ես կերել։ Չէ, դա անթույլատրելի է, մենք հետևում ենք պատվերներին, ունենում ենք նաեւ տեսաձայնագրություններ, որ չենք կարող խափենք, որ սննդի կետը փոխանցում է մեզ, կամ տեսնում ենք տվել են առաքիչին։ Հակատակն է իհարկե։ Իհարկե։ Okay, ընտիր, որտեղ եմ ստորագրում։ Այստեղ։ Ահա։ Իրոք ստորագրել եմ, է։ Հիմա ձեզ համար ընդհանուր ակաունտը կբացեմ ու միասին նաև կքաշենք ձեզ մոտ հավելվածը։ Շատ մեծ խնդիր կա, չունեմ մարտկոց հեռախոսի եւ չունեմ տոկոս հեռախոսումս։ Կօգնեք ինձ տոկոսով։ Մերի ջան, մենք ձեզ նաև տրամադրելու ենք Team Telecom-ի քարտ, որը օգտագործելու եք այսօր ձեր առաքումների իրականացնելու։ Շնորհակալ եմ անչափ։ Փաթեթ է ակտիվացված, որտեղ անվճար զանգեր եք իրականացնելու հաճախորդներին այդ համարը հետևում նշված է։
ես ունեմ նոր համար։ Քանի որ այս բանի պատվերները չեք իրականացնել, որևէ արկա չեն, բայց հենց լինի արդեն դուք կտեսնեք։ Ձեզ պատվերը փոխանցելու են ձեր կոդով, գնալու եք արդեն պատվիրատուի մոտ։ Արդեն պատվեր ունեք, ում եք սպասում։ Շնորհակալություն։ Կհանդիպենք հուսամ։ Ձեզ լավ աշխատանքային օր։ Մերսի, շատ եմ լարվում։ Կյանքում չեմ քշել։ Չի լինում։ Սխմել եմ։ Էս չի։ Մի քիչ ավելի լավ հավեսով առաջ տուր, նոր գնա։ Всё։ Ոնց եմ տանելու պատվեր, եթե չեմ կարողանում քշել։ Չեմ ուզի վերջին բանը, որ կյանքում արել եմ, լինի առաքումը։ Մի հատ էլ լավ փորձեմ, վերջնական, որ հանգիստ գնամ, լավ։ Oh yeah, всё, զգացի։ Всё։ Բայց մեկը վախենում է։ Գնացինք պատվերի։ Էլ չեմ կարող։ Այս սունկեն ծանր է դեռ բան չդրած մեջը։ Շոկա։ Oh yeah, լավ է վազում ես, գիտես։ Հետո կնիհարես, հետո գիտես առողջ ապրել է ինքը առհասարակ շատ լավ բան է։ Լսի շոտ բորդ բան է։ Հետո հիմա րոպեներն էլ չեմ կարա նայեմ այս պահին։ Լուրջ գնում է։ Ժողովուրդ, այս առաջին աշխատանքն է, որ դեռ 5 րոպե է երևի անցել ինձ սկսել եմ ու դեռ ոչինչ չեմ արել, բայց լուրջ եմ ասում, համ լարվում եմ, համ ահավոր բարդ է, համ ցենց ոնց որ պատասխանատվություն կա, մազերս խանգարում է, ամեն ինչ վատ է։ Բարև ձեզ։ Պատվերը ձեզ են ցույց տալիս։ Կինը որ ասել։ 1800։ Սունկեն ինձ տված դու ես։ Զարմացած նայում են ինձ այս երեխեքը։ Հավես տեղարեց։ Ահավոր մեծ է։ Այն աղջիկներին ասիցի ծաղալու եմ, որտեղ ժպտում էին, ասեցին չէ, շատ սիրուն եք։ Այսօր մտնեց առանց սիրո։ Ոյ, վախենալու է։ Էնքան է շոկ։ Եթե դուք իմանայիք հիմա ինչքան է շոկ, ժողովուրդ, իդեպ ես պիտի հիմա լինեի 9 աստիճան տաքությամբ, իսկ դրա փոխարեն իմ շրթունքներն են հիմա 9 աստիճան տաքությամբ, եթե ինչ ամբողջովին հերպես է։ Չմտածեք, ծուռ եմ քսել պամադան եւ այլն ու նմանատիպ բաներ։ Ընդամենը հիվանդ եմ եւ շատ, բայց ասեք որ չի երևում, ես ինձ լավ եմ զգում։ Կոմենտներում ասեք։ Լսի, ես քեզ ասեմ, մի հատ խնդիր կա։ Լավ չի սարքած մայթեզրերը, որովհետեւ նախ նեղա, հետո անհավասար երբեմն։ Ու շատ դժվար է երթևեկել, եթե դու առաքիչ ես։ Ոյ, ինչ շոկաուչ են պատասխանում ու լարվում եմ։ Օֆիս եմ զանգում։ Թե մարդկանց հնարավորություն տանք։ Բարև ձեզ։ Ներեցեք ձեր պատվերը հասել է, ես Dragon Garden-ի մոտ եմ, որտեղ մոտեցնա։ Հա, բանկի մոտ, օքեյ, եկա։ Oh no։ Ուր է բանկը։ Բարև ձեզ։ Ձերն է պատվերը։ Խնդրեմ։ Հիմա մտնում է, առաքված է։ Cute, ես գոհ եմ իմ առաջին հաճախորդներից։ Նայ, ինքը հավես է, շատ, բայց շոկ է։ Ու մի պատվեր եմ արել ընդհանրապես, բայց նենց տպավորեցի, որ մի 10 պատվեր արդեն արել եմ։ Նոր եմ սկսել, հասկանում ես։ Ու մի պատվերը 10 Պատվեր արժի։ Համաձայն եք։ Հիմա դες 2 րոպե սպասում եմ, մինչև մյուս պատվերը գա եւ եկեք իդեպ նայենք իմ աշխատավարձը։ Պայտակ մոռացել էի, որ դա կա, գոյություն ունի առասարակ։ Մերի Քոչարյան, հայերեն, ռուսերեն, անգլերեն, որը կընտրես։ Նա չեմ ուզում նայեմ ինչ աշխատավարձը։ Salary։ Yeah։ Ինչքան է գուշակի։ 300 դրամ։ Ոչ։ Ինչքան։ 1000։ Ես այդքան շատ են աշխատում։ Ես եմ այդքան շատ աշխատում։ Բարև ձեզ։ Ես առաքիչն եմ, եկել եմ Honor X8-ի հետևից։ Ինձ սիրում եք գույնը։ Այ, բաժանություն, լուսամ նվերը։ Ընտիր։ Շնորհակալ եմ։ A few moments later. Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր սմարթֆոնը։ Մերսի, Մերի դուք եք։ Հա։ Ինչ բրանկա։ Չէ, իդեպ շատ սիրուն սմարթֆոն է։ Ինչ մոդել է։ Մերսի, Honor X8C։ Հա, իսկ ապարիկ գործում է։
Գործումա ես գնել եմ այն 1450 դրամով ամսական, ապարիկով։ Իսկ ակցիան ինչքան է տևում։ Թիմ Տելեկոմ Արմենիայից վերցնում եք գնում եք այս հեռախոսը, ստանում եք անլարական ջակա, ստանում եք սմարթ ժամացույց եւ 100 գիգաբայթ ինտերնետ 6 ամսով կարելի է։ Հասկացա։ Հա, իհարկե կարելի է։ Իսկ մինչև երբ է ակցիան գործում։ Մինչև հունիսի 31-ը ակցիան գործում է, մերսի, ձեզ շնորհակալություն։ Ձեզ Հաջողություն, ապրեք։ Ես էլ էի ուզում հեռախոսից, ուզում էի վերցնել, չթողեցին։ Դու կթողեիր, որ վերցնեի։ Մերսի շատ, մերսի։ Շնորհակալ եմ։ Գույնն էր լավը, զգացիր։ Շատ սիրուն էր իրոք։ One eternity later. Սկսել առաքումը, ունենք պատվեր։ Smart salad։ Մաշտոց 41, մաշտոց։ Նենց երևի։ Գիտես որ մասնա։ Հալա քարտեզ վայ մոռանում եմ անընդհատ։ Նայեք, այս բանավեսնա։ Դեպի խանութ։ Գնացինք Cascade։ Հիմա ժողովուրդ։ Գիտեք, մեքենա մարդիկ օրինակ, տենց շատ սենց թերհավատորն են մի տեսակ մեզ մոտենում առաքիչներից։ Ինչ որ տենց ազդանշաններ են անում, որ մենք գնանք առաջ եւ այլն, բայց չեն ասում ինչքան բարդ երևույթ է այս ամենը, որովհետեւ երբ որ մեքենան է, դու վախենում ես, որովհետեւ դու էլ մեքենայով չես, քեզ շատ հեշտ է վնասելը։ Oh no, ինչ շատ մարդիկ եք դուք։ Why are you running? Why are you running? Ոնց է, ապան մեզ առաքիչի աշխատանք։ Երեխեք, ամենադժվարը առաքիչն է։ Համաձայն եմ։ Վայ վախեցած։ Նենց վախեցա։ Ահա որ ուշանում եմ, գիտես արդեն։ Ձեզ եմ ասում առաքման համալվատակ 1400, գինը 7150։ Գնում ենք Երևան Իսահակյան փողոց 24։ Go! Չի գնում։ Չի գնում։ Երեխեք, էսի սանրա մեջ կսպոկվեց, բայց հիմա չասեք, էլի մեր ջան, ես ինչքան ես բողոքում։ Ուղղակի իրոք երևի թե իքական ծերնի եկացիչների համար է բարդ, կամ չգիտեմ, ես եմ ոչ հարմար այս աշխատանքի համար, կամ չգիտեմ ինչ պահա, բայց իսկապես ապրեք դուք։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, ասենք, լավ, հիմա առաքիչ է, ոնց է գնալու, ոչ մեկին հետաքրքիր չի, կարևոր է մեքենան կայանեն։ Տեսակ ինձ ձեն եկավ իստված մահանալու եմ։ Ժողովուրդ, ես խորհուրդ ունեմ մարդկանց։ Նայեք ձեր դիմացը քայլելուց առաջ։ Ես եմ կարող ձեր վրա եմ քշում, ինչի չեք նկատում։ Սենց են քայլում մարդիկ։ Այդ նորմալ է։ Նորմալ չի, լուրջ եմ ասում։ I'm getting so nervous։ Ոտից նենց եմ խփել։ Ոսկորից նենց եմ խփել։ Աղջիկներ մի հատ աղջիկերը նենց ռեսկի գնաց ձախ պրոստը, եթե տորմուզ չտա եւ ինձ չվնասե իրանք ցելոյի տակը, ահա որ չէ ավելի նիպրիատնա այդ հարվածը, քան որ ճղվել է։ Սիրտս համե կանգնեց, որ այդ աղջկան էի գցում տակը։ Չի գնում բիկ։ Բարև ձեզ։ Ներեցեք, կասեք, ես ձեր կոդը առաքիչն եմ, էլի մոտացրել եմ ձեր պատվերը։ Երեխեք, սա լուրջ խնդիր է իմ համար, ես հիշողություն չունեմ։ Ներեցեք, որ խնդրեմ մի հատ էլ կասեք ձեր հարկը։ 7-րդ։ Շատ լավ, մերսի, գիտեք։ Այս է լիֆտ կա։ Բա որ չունեմ մաներ, ինչ եմ ասել ես կնոջը ջղայնոտ էր։ Մի րոպե ներեցեք։ Քյուտ էր, բայց օքեյ չի, որ ես մաներ չունեի, նորմալ է, որ սեն լծված է ներսս չեմ հասկանում ինչի։ Ես այդ շուտ չեմ օգնում։ Լավ է, իրանք լավ մարդիկ էին, բայց մի հատ բան կար, որ չունեի մաներ, ու իրանք տենց եւ 6 ժամ ման եկան, որ իրանք ինձ տեսան, որտեղ բայց ինձ շատ են տվել։ Չիվոյ են տվել, չէի սպասում։ Լուրջ եմ ասում, այս ամենատխուր պահին այնքան ճիշտ էր, չիվոյը։ Спасибо всем։
2 վայրկյան հանգստանանք, ինչով նոր պատվերը գա, կարող եք տեսնել իմ վնասը, որը ես կրել, բայց բան չկա լավ։ Եթե իմ համեստ ռեակցիայից չհասկացաք, թե իրականում ինչքան ուժեղ եմ հարված ստացել, հիմա ֆոտոներ կամ վիդեոներ կտեղադրվեն, դուք կտեսնեք, թե ինչպես եմ ես ինձ զգացել հաջորդ օրերին։ Եթե դու ինձ նայում ես աղջիկ, որ քայլում էիր, ամեն դեպքում իմացի, որ ես քեզ գոնե փրկեցի։ Նոր զամին ասում էի, որ լիքը մարդիկ չէին համաձայնի սենց լինելով նկարվել, բայց հետո ես ասեցի, ինձ թվում է ինձ մարդիկ կհասկանան։ Спят усталые кружки, книжки спят. Одеяло и подушки ждут ребят. Մի հատ մի րոպե ես ունեմ նոր պատվեր։ Թումանյան 28 դրոպ 20։ Ոյ, պատվեր ունեն գնացինք։ Այ, Տեր Աստված։ Չգիտեմ իրոք։ Ոյ, վախեցա։ Լսի, ահա որ վախենում եմ, հենց մարդիկ ռեսկի ստոպ են տալիս քայլելուց։ Միշտ գիտես, այս փոսերով տեղերում եմ ազերս գալիս դեմքիս վրա։ Առաքիչը շատ է ուզում լինեի, բայց հիմա հասկանում եմ, որ ոչ։ Չի գնում առաջ, գնա։ Thank you. Cute. Հասկանում ես ամենավատ պահերին ինչ որ լավ բան ա լինում։ Go. 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 Так, հասել եմ խանութ։ Մերին եմ։ Հա, հաղորդում ենք նկարում։ Մերսի շատ։ Ասում են ջեք խապում, չէ որ մերին եք։ Խեսի առանց ինձ գնում։ Երեխեք էլ ուշ չունեմ, ոնց ասեմ որ վերջ։ Մեկ էլ գիտես ինչից եմ միշտ ջղայնացել, իսկ հիմա չեմ ջղայնանա, որ ես քայլում եմ մեկն ինձ սենց հանում, ներվայնանում էի միշտ։ Հյուսիսային, այո, լավ ներքև։ Այս հյուսային պաղոտայի ամենահավեսը արագ գնալու։ Եթե մերոնք իմ հետ չլինեին, ես ուղղակի չէի կարողանա ամենայն անկեղծությամբ ինչ-որ բան անել չստացի։ Բարև ձեզ։ Բայ եմ մի առաքիչն եմ ուզում եմ հասկանալ մուտքը որտեղից է, ես հոթելի մոտ եմ, էլի, ներս ընկած սև մուտք։ Так, այնքան ինֆո տվեց, going։ Հավեսով կտանեմ ուտելիքը, հավեսով։ Նենց չի մնացածդ լավը չէիք, շատ լավ մարդիկ են բոլորը եղել դեռևս, բայց ես մնացածդ ջանս, այդ ինչ որ ամեն դեպքում ուշադրություն ա որ է։ Ասեց հենց ձեր ձախը որ նայեք, ասեցի հա սև դռները, ասեց հա, ներքև կասեք 5-րդ հարկ, այստեղ է երևի թե, հա սև դռները, 5-րդ հարկ, չէ ասացիք, շատ լավ, շնորհակալ եմ անչափ։ Բարև ձեզ, շենք էստեղով ենք վարձրանում, հա։ Էստեղից 5-րդ հարկ են ուզ ասել, էստեղ, օքեյ, մերսի։ Էս է վերել, 5-րդ հարկ։ Չէ, դուք չեք կարող վարձանալ 5-րդ հարկ։ Առաքիչ, առաքիչ։ Դա չեք կարող 5-րդ հարկ։ Մեզ ասեցին այս մուտքն է։ Չէ, դուք 5-րդ հարկ չեք կարող բարձրանալ ուղղակի։ Հասկաց։ Ուրեմն կարող է սխալ։ Մի րոպե կարող է սխալ եմ մոտեցել ուրեմն այդ մի վայրկյան ճիշտ։ Այս հոթելն է հենց։ Մենք հոթել ենք մտել։ Հյուրանոցի սխալ եմ եկել, լավ երևի թե ներեցեք ուրեմն։ Մերսի շատ ներեցեք, սխալ եմ եկել։ Մերսի։ Աստված։ Ախր ասեց ձախ, հիմա լարվում եմ ահա որ ես կնոջի։ Բարև ձեզ։ 5-րդ հարկ պիտի բարձրանամ առաքում ունեմ։ Նենց կոշիկովս վերքիս վրա գնացի։ Բարև ձեզ։ Ներեցեք, ուշացա։ 4700 դրամ։ Thank you. No, it's okay. I will thank you so much. Thank you. Ապեցի, շնորհակալություն տեսություն։ Այս ինչ բարդեր ես պատվերի պահը, չէի ոյ են տվել։ Գիտես իմ այջկան չեմ ընկալում ինչա կատարում շրջակա աշխարհում։ Շուրթուքներս ցավում է, ոտս ցավում է, միարկարգ գլուխս ցավում է, հյուծվել է։ Спят усталый։ Սպասում պատվեր զուտ գանեն չի էլի, տենց պրոստը քնել են։ Ահա, ունենք պատվերը։ Going։ Ախ, ոտս էլ չեմ կարում, լուրջ եմ։ Մեր, всё, ամեն ինչ ընտիրա ուղակի։ Յուհու։ Նայ, գիտես ինչի հետ էի, հեսա սպասի, կամաց կզգաս։
Ված մազերից։ Առաջին անցումը ստեղ։ Արի հələ տեսնեմ ուր են գնում, քայլերուց ոտքը չեմ զգում ուժը։ Բարեձեզ։ 4200 ոնց որ կապ չկա ուղղակի, ստեղ որ տեսնեմ։ 4-ը 4, այո։ Շնորհակալ եմ։ Գնացինք Երևան Մոսկովյան փողոց 13։ Հերո։ Հերո։ Նայ, մոտիկա։ Նայ։ Մենք ստեղ ենք, ինքը ստեղ է։ Իսկ հիմա ուր եմ հասնում։ Իսկ դուք Մոսկովյան պոլիկլինիկ էսեր։ Պոլիկլինիկ։ Չեմ կարող ասել պոլիկլինիկա։ Այսինքն այստեղ պետք է ասեմ առաքում, թե ոչ մեկին ոչ ոման չեմ էլ ասում։ Այնքան ծանր ասում կա։ The party you're calling is currently not available. Вызываем абонент временно недоступен. Ուզում եմ ուտելիքը ինձ մենա չվերցնեն, բայց կմնա ինձ, թե պետք է տանեմ հետ։ Ալո, բարև ձեզ։ Ես Արաքիչն եմ, մոտեցնեմ բարձրացնեմ, թե իջնեք դուք, ոնց է այդտեղ, բարձրացնեմ։ Այնքան էներգիա չունեմ մարդկանց, նորմալ է։ Այնքան չունեմ։ Առաջին անգամ կանգնես չեմ ուզում մարդու հանդիպեմ, սենց ասեմ։ Երկրորդ հարկ։ Տեղում եմ, տես չի տվել։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, սա ձեզ։ Հենց համաբան էին պատվիրել։ Երևի շարժում էր։ Երևի առանց կանաչի, այնքան անուշ էր։ Ուրեմն ժամը 6-ն է, ուժ չունեմ, եթե անկեղծ պիտի լինեմ, ժողովուրդ, իսկ ես անկեղծ եմ ձեզ հետ այս հաղորդման շրջանակում եւ ոչ միայն, ինքը շատ լավ աշխատանք է, այս աշխատանքի բնույթին որևէ վատ բան չեմ ասում իհարկե, մանավանդ շատ ձեռնտու է, որովհետեւ ես չայբոյներ եմ ունեցել եւ ինձ շատ հաճելի էր, այսպես ասեմ, իմ կյանքի ամենաերջանիկն եմ, ուրեմն աշխատել եմ 4000 դրամ եւ թիֆուն եմ, գուշակեք ինչքան, լավ մի գուշակեք ես կասեմ, 1500 դրամ Ես երջանիկ եմ, գոհ որպես առաքիչ, ինչ խոսք, բայց ինչ վերաբերում է ընթացքին, հիմա բացատրեմ հասկացեք, գլուխս ցավում է, ոտքերս ցավում են, ձեռքերս ցավում են։ Իրոք չգիտեմ ինչի է դες, բայց տենց է, այս ինչ անեմ որ տենց է։ Չենց ուժ չունեմ խոսելու, զգում եք հազիվ եմ ձեր հետ շփվում, լավ է։ Բայց չէի աշխատել առաքիչ, եկամ ես շատ էի սպասում այս թողարկմանը ու արդարացան սպասելիքներ, ես որտեղ շատ ակտիվ էր, սենց ինչ որ միտեղ լարված սենց, բայց չէի աշխատել առաքիչ, եթե անկեղծ լինեմ։ Բայց մի հատ լավ պահ կա, որ ուզում եմ ասեմ, հատկապես այն մարդկանց, ովքեր ուսանող են, սովորող են, մի խոսքով նայում են հաղորդումը, իրական ձեռնտու է այդ թիրախի համար, որովհետև նախ լսեմ, որ 300-ից մինչև 1 միլիոն աշխատավարձ եք ստանում։ Մի հատ պատկեր է, հանուն դրա արժի է ամեն ինչ անցնել։ Ու հետո գրաֆիկի հետ է շատ հարմարեցնել, գծագրել այնպես, որ կարողանաք թե սովորել, թե աշխատել։ Ու հետո եթե սիմեք ակտիվ աշխատանք, ոչ թե տեղում ինչ-որ գրասենյակում նստած 4 պատի մեջ, ինձ թվում է շատ լավ տարբերակ է։ Շնորհակալություն, հուսամ հավանեցիք։ Հենց այս վագայսա շփտում եմ, հուսամ հավանեցիք։ Իմ հաղորդումը բաժանորդագրվեք Սուտ լաբին, որ բաց չթողնեք մյուս հաղորդումները, որոնք էլ ավելի հետաքրքիր լինելու միշտ ասելու եմ, որովհետև եթե դիտել եք 3 էպիզոդներն էլ կտեսեք, որ մեկը մեկից հետաքրքիր է։ Լայքեք, կոմենտեք, որ մենք էլ ողջևորվենք, հետո տեսնենք ինչ կարծիքներ ունեք, որովհետև եթե ֆիքսել եք, մենք բոլորը կարծում ենք, սրտիկում ենք, արձագանքում ենք ու հաշվի ենք առնում։ Պաչիկներ։